Արդար է, որ նախարարներին 7 միլիոն դրամ պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10,000 դրամով են բարձրացնում։ Դե նրանք շատ չաղ են, նրանք սիրեկան ունեն, նրանք տուն ունեն, սիրեկանների սիրեկան ունեն, պետք է պահեն թե չէ, պետք է պահեն թե չէ։ Զարմացած խես նայում երեսիս, ես ճիշտ եմ ասում, ես չեմ էլ վախենում, ես տեղացի եմ, տեղացի, 17 տարի աշխատել եմ ստեղ և լավ եմ աշխատել, ես չեմ ճանապարհից, իսկ ինքը իր ճանապարհից վախենում է, ինքը սուտախոս է, վերջ։ Իհարկե արդար չի։ Ինչու եք կարծում, ասում են լավ ենք աշխատել, դրա համար պարգևավճար։ Ինչ են լավ աշխատել։ Հայաստանի 30% աղքատ է։ Ինչ են լավ աշխատել։ Ուր է դրանց լավ աշխատածը։ Չի նկատում, որ լավ են աշխատել։ Ժողովրդին, սա բան է, ազգային ժողովի հետ ինչ է կատարում։ Ինչ է կատարում։ Վերջ մեկը որ ուզ է առողջ միշտ կատարակի։ Այս ժողովրդի մասին այս բան իսկույն մանիպուլյացիա, հոպ, նրան արդեն կամ կհեռացնեն, կամ ինչ-որ ուզի մի բան գտնեն, քրքրեն։ Սխալ է։ Ինչի համար ես ընդրան դու։ Ես 60 տարի ստաբիլ չեմ հաշվեմ, բաները չեմ հաշվեմ, արտաժամի աշխատանքները, շաբաթ կիրակիները չեմ հաշվեմ։ Ինձի պարգևավճար չեն տվել, մի անգամ են տվել 50 ռուբլի։ Այդ ոնց է լավը դրանք միլիոններ ստեղծել, ինչի համար։ Մի բան պետք է անես, չէ, որ քեզ նվիրեն զեղչ տան, նվիրեն հավելավճար տան, ինչի համար։ Ասում են լավ են աշխատել։ Բա ուրա։ Մենք նրանց լավ աշխատանքից կախված է մեր առօրյան, չէ, մեր կյանքը։ Բա ուրա, ինչի չեն լավ չեմ ապրում ես։ 60 տարի աշխատել եմ, մինչև 74 տարեկանը ես աշխատել եմ։ Աչքերիս համար չեմ աշխատում։ Ինչի լավ չեմ ապրում։ Դե ասա պատասխանի, ինչի լավ չեմ ապրում ես։ Բայց բայրան խոսքը լսակ, թոշակառուն 10,000-ը ինչ պիտի անի։ Իսկ նախարարը 7 միլիոնը 12 միլիոնը հեշտ կծախսի, իսկ թոշակառուն չի կարա գնա գոնե իրան համար մի հատ պիցազակաս տա ուտի։ Ով է թոշակառուն։ Ոչ մեկ։ Իսկ ինքը թոշակառուներով չի բարձրացել։ Ապրիլի 1-ից թոշակները բարձրացվել են մինչև 10,000 դրամով, ինչ եք կարծում, դա ինչ-որ կերպ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Դա պարզապես կա շարքա, մի քանի վաղ առաջ ասում էր, թե թոշակառուն ինչ անելու 10,000, ոնց է հաշվելու, հիմա և հանկարծ բարձրացրեց։ Դուք էլ գիտեք, ես է գիտեմ, բոլորս էլ հասկանում ենք։ Դա նշանակում է բարձրացրեց, ոչ, Փաշինյանը չի ընտրվելու։ Ապրանք շատ թանկ է, չի զգացում, որ բարձրացել է թոշակը, 10,000 ինչ փող է դա որ ազդի, հիմա ամեն օր ամեն ինչ թանկանում է։ Բա ինչու այդ մոմենտին այդպես արեց, որպես իրեն օգտի ինձ այդ ար։ Ընդհանուր առմամբ, էդի եղանակ չի փոխում, էլի, հասկանում ես, չի փոխում։ Այսօր հենց հələ թոշակները չէին ավելացրել, թանկությունը գնաց ապտեկաներում, դե դեղերից ենք օգտվում, շուկայից ենք, էդի քիչ փոփոխություն ա տվել։ Պետք է իրանք վերահաշվար կանեին, որ ասենք մարդը կարիքի մեջ է, փող է իրան պետք, հացի փող է պետք, սնունդի փող է պետք, տեղի փող է պետք, օպերացիայի փող։ Ավելի լավ էր չբարձրացնեն, քան թե բարձրացրին թանկացումներն էլ գցին։ Ոչ մի լավ բան չկա։ Ինչ են անում 1000 դրամը։ Հա, մենակ թոշակառուն է չի վիրավորվում, կողքինն էլ է վիրավորվում։ Դու գոնե այդ պահը քեզ մի ավելացրու 12 միլիոն, չես ափսոսում, իսկ թոշակառուն 10,000-ը ափսոսում ես, ինչ պիտի անի։ Խի թոշակառուն հաց չի ուտում, թոշակառուն կոմունալ չի մուծում, ինչ չի անում թոշակառուն։ Հələ ասենք Քոչարյանը Սերժը որ նստած էին, էլի տարին չէ 1000, ամեն տարի էլ 2000, 3000 բարձրացրել են։ Ես 4000 թոշակ էի ստանում, եկամ հասամ 57000-ի։ Փաշինյանը նստավ 8 տարի առաջ, մնացի այդ 57000-ի վրա։ Ինչ եղավ, որ այս տարի 10,000-ը բարձրացրել, դե պարզ է ինչի համար, որ այդ համ ընտրեմ։ Ես ասում եմ, այդ Քուչիշան ընտրել եմ, ես իրան չեմ ընտրել։ Արա դե տանջում են էլի մեզ, ինչի հիմար էր, պետք էր, որ ես մեկ էլ տաքսի բռնեմ, կամ ստեղ ինչ-որ չգիտեմ ինչի հիմար, 2 կոպեկ ենք ստանում, են էլ տենց շան բաժին են դարձնում։ Ինչ այս, ես ինչ որ ենք համար չի հասկանում։
Մինչև երբ պետք է սենց լինենք։ Ինչի նման է։ Նա ոչ թե մտածեց ժողովրդի մասին, նա իր մասին մտածեց։ Ինչի նա իր աղջկա համար $100,000 մեքենա է առնում, իսկ մեզ ափսոսում է, որ 10 ռուբլի, 10,000 ռուբլի տա, քանի կար, յանի թե ուզում էր ասել, որ 3-4 անգամ ավելացրել է, բայց մենք չենք տեսել, թե ավելացում է։ Մեզ համար ոչինչ չի արել սա։ Դա մենակ այլ ազգի համար շատ լավ է։ Բարձրացնեն, չբարձրացնեն, դա ինչի վրա է ազդելու։ 10,000 բարձրացնում են, 10,000 թանկացնում են ապրանքները։ Այդ ինչ անեմ, փոխում է մի բան, ոչ։ Մարդկանց դրել են բանի տեղ։ Կույր հավի տեղ։ Ինչ ուզում անում են գալխաներին։ Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Տանը ով է պատասխանատուն։ Տղամարդը։ Տղամարդն է, չէ՞ պատասխանատու, եթե իր երեխան սոված է։ Փոքր, դու էլ մեծ ընտանիքի մարդ ես դու, ոնց որ մեր ժողովուրդն է։ Դու ես պատասխան, եթե դու քո վրա վստահ չես, խեկար։ Խփեցի ժողովրդին։ Խեկար, դու չէիր վստահ քո վրա, խեկար։ Հիմա մամա լացասնեմ, խեկար։ Բա ասա սուտ եմ ասում, թող լսեն էլ իմանաներ։ Այդ ճիշտ տեսակ է, ոնց է ասում, այդ ոնց կարելի։ Վատ կառավարիչի, վատ ղեկավարության 70 տարեկան մարդը ինչ կարա անի։ Ես հազիվ քայլում եմ։ Ինչ կարա անի։ Ինչ կարա անի։ Դու ոնցի 60,000 թոշակ ես տալի։ 10,000 պլյուս 10,000 դրամ։ Ես այդ 70,000-ով կոմունալներս, ես առևտուր չեմ, քարտով չեմ կարողանում անեմ։ Չեմ կարողանում։ Այդ դրանով ես ինչ անեմ, ասա։ Ոնց առևտուր անեմ։ Չեմ կարող անեմ։ 7 շունչ ենք, 3 հաշվանդամ ունենք տունը։ 80 տարեկան եմ, ես արդարություն չեմ տեսել ես, իմ կյանքի մեջ ոչ միտեղ արդարություն չեմ տեսել։ Առաջերտի ժողովուրդն է մեղավոր, որ իրան ընտրեց։ Նրան ոչ ճիշտ բան չունի, սա սուտ է խոսում։ Այսօրը տենց է խոսում, վաղը մի ուրիշ բան։ Իրան բերանը մի ճիշտ խոսք չկա։ Նիկոլո Թուրքը, Փաշինյան ինչ ազգանա, փաշա։ Փաշինյանը Facebook-ում գրեթե ամեն օր ձեռքով սրտիկներ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անել եմ։ Հայ։ Շատ է սիրում։ Հետնել տակից կոտորում է, բա ոնց։ Փաշինյանը պահվածքը չի արժանի չի։ Вообще արժանի չի։ Вообще։ Շատ թեթևասոլի կա, առաջի հերթին։ Երկրորդ իրենք այդ գաղափարոչինի որ երկրի ղեկավարի։ Սրտիկները թո տան իրա կնգան դնի։ Մի օր բաժանա, մի օր միացած ինքն է չգիտի։ Իրա տղեն ուրա։ Խաբար չիրա տղուց։ Տղեն ամոթու գնացել էսին, որտեղ բուտկենա մտե դուրս չի գալ։ Ամոթու, որ իրա հերն է էտի։ Սրտիկները դնի ուրիշ բանի վրա իրա։ Բա դե լավ է, դա վերաբերմունք է, լավ էլի, դա ղեկավարի վարչապետին վայել բնավորության գիտ չէ։ Անտանելի էլի, դենց չեմ ասում, դա վարչապետի բան վերաբերմունք չի ժողովրդի նկատմամբ կամ ելույթ ունենալ մատ է թափ տալիս, չակուջին է հանում, բանտերում պիտի փթեք։ Մանգապարտեզ է, չի կարելի։ Ես անձամբ Դեմիրճյանի հետ մի քանի անգամ շփվել եմ, Կարեն Սերոպիչը, շփվել եմ, մեծատառով ղեկավար, համարդ, համել ղեկավար։ Ես հասարակ մարդ եմ, ես տենց բան չեմ անի։ Ինչի անեմ։ Ինչ ես ասում դրանով։ Ում համար այդ սրտիկներն ինչ։ Ես շատ եմ հասկանում։ Ում համար։ Պերաշկե ուտելը ում համար է, էնի ում համար է։